Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր ապրիլի 3, որով ընդունեցինք հավատքով այս շնորհքի մեջ մտնելն էլ, որ նրանում կանգնած ենք և պարծենում ենք Աստծո փառքի հույսովը, Հռովմայացիս 5-րդ գլուխ 2-րդ խոսք։ Եթե հոգին մեր մեջ է, ապա Քրիստոսն էլ մեր մեջ է։ Նա բնակվում է մեր սրտերում հավատքի միջոցով։ Շնորհքը հոգու մեջ դառնում է նրա նոր բնույթը։ Հոգին կենդանանում է Աստծո համար և արթնացնում իր սուրբ երջանկությունը, որը հավիտյան պիտի տևի։ Մեզ վերագրված Քրիստոսի արդարությունը պահպանում է հոգին, նրա լավագույն մասը՝ մահից, և դա էլ մեզ զգոնացնում է, թե որքան առավել մեր պարտքն է քայլել ոչ թե մարմնի համաձայն, այլ հոգու համաձայն։ Եթե ոմանք սովորաբար ապրում են ապականված ցանկությունների համաձայն, նրանք անպայման պիտի կորչեն իրենց մեղքերի մեջ, ինչ էլ որ դավանեն։ Եվ ինչ կարող է մեզ առաջարկել երկրային կյանքը, որը կարող է նույնիսկ մի պահ հակադրվել մեր բարձր կոչման այս ազնիվ պարգևին։ Ուրեմն հոգով ջանանք առավել ևս մարմնի գործերը սպանել։ Վերածնունդը Սուրբ Հոգով նոր և աստվածային կյանք է բերում հոգուն, թեև դեռ տկար վիճակում է, և Աստծո որդիները հոգով են գործում իրենց մեջ որդիական բնույթով։ Նրանք չունեն այն գերության ոգին, որի տակ էր հին կտակարանի եկեղեցին այդ դարաշրջանի խավարի պատճառով։ Որդեգրության հոգին այն ժամանակ առատապես չէր հեղված, և սա վերաբերում է նաև այն ստրկության ոգուն, որի տակ շատ սրբեր գտնվում են իրենց դարձի ժամանակ։ Շատերը խաղաղություն են խոսում իրենց հոգիներին, մինչդեռ Աստված նրանց խաղաղություն չի խոսում։ Սակայն սրբագործվածները ունեն Աստծո հոգին, որը վկայում է նրանց հոգիներին, և այդ վկայությունը կատարվում է նրանով, որ նա խաղաղություն է խոսում հոգուն։ Թեև մենք հիմա կարող ենք թվալ պարտվողներ Քրիստոսի համար, վերջի վերջո մենք չենք լինի և չենք կարող լինել պարտվողներ նրա միջոցով։